Պարոն Օրբելյան, հեծի մասին եթե խոսենք, արդեն քանի ամիս է Սամվել Կարապետյանը կալանավորված է, ընդ որում ակնհայտորեն մարդը կալանավորվել է խոսքի համար։ Դրան հաջորդեց հեծի խլման գործընթացը, ապա Սամվել Կարապետյանի ընտանիքը արբիտրաժային դատարանում հաղթեցին, բայց Փաշինյանը հրաժարվում է, չի կատարում որոշումը արբիտրաժի եւ մի բան էլ պատրաստվում են բյուջեից 3 միլիոնից ավելի դոլար ծախսել փաստաբանական ծախսերի համար, այդքան գումար են նախատեսում հատկացնել եւ ստացվում է իրավիճակ, որ կառավարությունը ոչ թե Հայաստանի շահերն է պաշտպանում, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ԿՊ-ի պաշտոնյա նշանակում այդ մարդկանց նայեք, հեծի դեպքում ունենք շատ պրիմիտիվ բան, կա մասնավոր կազմակերպություն։ Ընդ որում հեծը շատ ունիկալ է, որովհետեւ մասնավոր կազմակերպությունը այն պայմաններում, որ տաշիր կապիտալը եւ միջազգային ներդրողը ոչ թե մասնավորեցրել են, այլ ձեռք են բերել այլ կազմակերպությունից, որը ձեռք է բերել այլ կազմակերպությունից, որը նոր մասնավորեցրել է։ Այսինքն դա ոչ թե ես եկել եմ կառավարություն ասեմ կլինի ինձ մասնավորեցնես, որ ինձ գան ասեն, այ դու եկար պայմանավորվեցիր, ընդ մուտ պայմանավորվածություններ, կա չէ, ձեռք է բերել ազատ շուկայում այլ կազմակերպությունից, այդ այլ կազմակերպությունը Ինտերրաոն ձեռք է բերել մեկ այլ կազմակերպությունից, որը մասնավորեցրել։ Այսա պատկերացրեք, մասնավոր կազմակերպությունն է, որը կարգավորման դաշտում է։ Նորից իմ նախորդ ասացի լույսի ներքո նայեք, որը կա լիցենզիա, որը տալիս է հաշվետվություններ, որը չունի ոչ մի սահմանափակում, ոնց անի գնումներ, չունի սահմանափակում ինչ աշխատավարձ տա իր տնօրենին եւ աշխատողներին։ Իր սահմանափակում ուրիշ տեղ է։ Հենց ասма գիտես ինչ ուզում ես, բանը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ասում է, դուր 100 միլիարդ։ Ես իմ սակագնի մեջ հաշվելու եմ X դրամ։ Ինչքան ուզում ես ավելացրու, բայց դա քո հաշվին է, չգաս ինձ ասես շատ էր աշխատավարձը։ Բաժնետեր ասում են, ես գտնում եմ, որ իմ տնօրենին ավել աշխատավարձ պիտի տամ, իմ շահույթի հաշվին հիմա կարայի անունը դնեի ինձ բաժնետեր, թող տենց ստանա, որ ես իմանամ, որ նորմալ կառավարվում է, դուք ցածր եք հաշվում այդ սակագինը, ես բարձր եմ դնում իմ աշխատավարձը։ Հիմա եկել է սրա մեջ, մենք տեսել ենք, որ ընդ փոխկապակցված ընկերություններից գնումներ արել։ Այստեղ ասում եմ հետո ասում բա մենք տեսել ենք, որ այնտեղ չգիտեմ, ընդ որում այդ հələ չեմ ասում ճիշտ է թե սխալ է, որովհետև դա էլ է շատ վիճելի հարց։ Թանկ արել, ասում եմ, ինչի համեմատ է թանկ արել, շուկայից թանկ չի արել։ Ասում կարող ավելի էժան առնել, ասում դե հա կարող ասենք գնալ համոզեր ընդ ձրի վճարեին, կարող է գար ձեզ ասել դուք բաժնետեր ելնեք, գնայք քրեական գործ հարուցեք, ստիպված նվիրեին։ Հա բայց իրականում մենք ասում ենք, լավ, ինչ ա եղել, ասում աշխատավարձը բարձր էր, հա, ասում լավ էր աշխատավարձը բարձր էր, սակագնում այդ աշխատավարձի ո՞ր մասն էր հաշվարկված։ Այսինքն նմանատիպ բազմաթիվ հարցեր կան։ Հիմա նորից վերադառնանք։ Ինչա տեղի ունենում։ Մենք վերեցինք օրինակը իմիջի հետ կապված, մենք վերեցինք ներդրումների հետ կապված եւ վերջնական արդյունքի հետ կապված։ Բայց դրանից բացի իրականում ծախսվում է բավականին մեծ գումար իրավաբանների վրա հիմա, հեծում 3 միլիոն, 1 ու քանի միլիոն է այս տարի մնացածը հետո նույն ԶԶՊՄԿ-ում ես չունեմ հիմա թվերը։ Իրականում չեմ բացել նայել, բայց մոտավորապես էր կատեգորիայի թիվ պետք է լինի, կարող է նույնիսկ ավել, հաշվի առնելով որ ծավալներով մեր մեծ են հայցը ավելի մեծ է։ Ուրեմն բացի դրանից, հա, բացի այդ գումարների ծախսից, մենք ունենում բացի իմիջային խնդիրներից, բացի ներդրումային խնդիրներից, կոռուպցիոն ռիսկերից, որ մենք խոսեցինք, մենք առաջացնում ենք նաև լրջագույն խնդիր պետական համակարգի ապարատի աշխատանքի համար, որտեղ իրենք չգիտեն ինչ անեն։ Այսինքն մենք վերցնում ենք ՀՑԿՀ տնօրենին, տալիս են գործառույթներ, որի իրավունքը չունեն, այսինքն հեծի դեպքում, հա, ՀՑԿՀ տնօրենին տալիս են ֆունկցիա։ ՀՑԿՀ տնօրեն պետական մարմին գոյություն չունի։ Սահմանադրություն հնարավորություն է տվել, որպեսզի լինի ՀՑԿՀ։ Բայց ՀՑԿՀ տնօրենը նշանակում է կառավարիչ։ Որտեղից է ընտրում այդ կառավարիչին օդից։ Եթե բացեք որոշումը, որտեղ գրված է Ռոմանոս Պետրոսյանի նշանակման որոշումը, ասում է հաշվի առնելով, ցիտում եմ Կարակ բացեք, կարդակ, կարակ բացեք ցույց տակ ունկնդերին։ Հաշվի առնելով, որ Ռոմանոս Պետրոսյանը դեմ չի։ Չեք քննարկել Ռոմանոս Պետրոսյանը ունի փորձառություն, չունի փորձառություն, լավ, ինչի մենք իրան դիմեցինք, որ ինքը դեմը լինի, չլինի։ Եթե մենք էներգետիկայի ոլորտի բացատրում են, որ կոլապս էր, չէ՞ լինելու, հեսա կոլապս էր։ Այսինքն այնտեղ կա բարձրավոլտ էլեկտրական ցանցեր, որտեղ կա մասնագետներ, ում կարելի էր։ Ես չեմ ասում ճիշտ էր, ասում եմ տեսականորեն, եթե մնացածը ճիշտ է։ Լավ, այդ օֆիցիալ են ասում, հետո վերջնում ես նայում ես քաղաքական հայտարարությունները, ասում պետք է ազգայնացումը ավարտին հասցվի։ Լավ, եթե ազգայնացումը պիտի ավարտին հասցվի, ինչ եք խափում, ասում, որ այդտեղ կրիզիս էր, հեսա չգիտեմ ինչ էր ելնելու, մենք հեսա ինչ ենք անելու։ Լավ, Սանիտեկի դեպքում ախր տեսել ենք 6 ամիս շատ սիրուն աշխատելուց հետո, երբ որ կամազները սկսում են փչանալ, ընդ որում կամազները ավելի ճակերտավոր դիմացկուն են
աղբավայրով քշելու համար, որովհետև այդ մեքենաները չեն նախատեսում աղբի վրայով քշելու համար, դե պետք է նոր աղբավայր սարքվեր, արդեն չգիտեմ քանի տարի է որ չի սարքվում դա եւ այլն։ Այսինքն ամբողջ process-ի մեջ հիմա արդեն աղբահանության վիճակը խայտառակ վիճակում է։ Ինչի, որովհետև դե սկզբում հեշտ էր, մի քանի միլիարդ դրամ տվեցինք, արագ ցույց տվեցինք, սիրուն ինչ որ նկարվեցինք, ասենք հեսա սարքել ենք, բայց ոչ մեկը չհաշվեց, որ այդ մի քանի միլիարդ դրամը պետքա պարբերաբար տրվի։ Հիմա վերադառնալով կներեք հիմա հեծին։ Նայեք, հեծի դեպքում հետեւյալն է, բացի այդ լրիվից բացի, այդ դատական ակտ չկատարելը խոսքը գնում է միջանկյալ դատական ակտի։ Ընդհանրապես վերելու է նրան, որ վերջնական բջիջը ուղղակիորեն ավելի մեծ է ստացվելու։ Այսինքն, սենց հիմա մենք միջանկյալ ակտերը չկատարելը այդպես շատ բացառիկ երևույթ չի։ Ցավոք սրտի, բայց ոչ էլ կարող է քիմիջայլոց վերաբերել։ Չէ, բացառիկ երևույթ չի նկատում եմ չկատարելը միջանկյալ ակտերի։ Ուղղակիորեն եմ, բայց ուղղակի բոլոր դեպքերում, երբ որ միջանկյալ ակտերին տես ճակերտավոր ասած թքած ունեմ, չեմ անելու, ես կարամ չեմ անում, դե կարում ես տիպի, դա վերջում վերահացվում դրամական ավելի մեծ արտահայտության, որովհետև եթե օրինակ կատարվել այդ միջանկյալ ակտը, Ռոմանոսի լիազորությունները կասեցվեին, չթողնեն ինքը գործառույթ աներ, չմիջամտեին հեծի գործունեությանը, արդյունքում վնաս չէր լինելու, վնասը լինելու էր 0։ Վնաս չկար, այսինքն դուք ասացիք, որոշում ընդունեցիք, կատարեցինք, բրծավ, խախտում չկա։ Հիմա ծանրացրին, այսինքն մի բան։ Էապես ծանրացրեցին։ Էապես, այսինքն այնտեղ միջամտում են մարդկանց աշխատանքին, որպեսզի պատկերացնեք, հեծը 2 լիցենզիա ունի։ Մի լիցենզիան այդ բաշխիչն է, որի շրջանակներում է ամբողջ process-ը, բայց արդեն աշխատանքից հանում են այն մատակարարման լիցենզիայի շրջանակներում։ Պաշտոնատար անձանց կոմերցիոն տնօրենի փոխում են, պայմանագրեր են չեղարկում, պայմանագրեր են իրացնում եւ այլն։ Այսինքն մենք ունենք մի հատ իրավիճակ, որտեղ ուղղակիորեն միջամտում են բիզնեսի մեջ, ընդ որում եթե տենց իրենց բարերով նայենք, այն առաջին կտորը, որ այ մենք հեսա բաշխիչ ցանցերում կոլապս ենք ունենում, սա չէ, ստեղել են միջամտում։ Ու այս ամբողջը, երբ որ մենք համադրում ենք ազգային ժողովում դեռևս օրենք չընդունված պայմաններում կառավարության ներկայացուցիչները սպառնում են մարդկանց գործից հանեն, դա այսինքն աշխատանքային օրենսդրության վրա էլ թքած ունեն, կարանք ում ուզում ենք կհանենք, ում չենք ուզում չենք հանի, այսինքն մենք մի հատ իրավիճակ է, որ այստեղ ոչ թե մենք խոսում ենք իրավունքի գերակայության մասին, այլ անձի անսահմանափակ իր կողմից իրեն տրված լիազորությունների, որը ակնհայտորեն հանցագործություն է։ Ընդ որում հիմա այդ մի կտորներ այդ հանցագործության մեջ ըստ էության հիմա ներքաշում են ՀԾԿՀ տնօրենին, նախագահին, ով ըստ էության կառավարության հանձնարարությամբ անկախ մարմին է ինքը։ Կառավարության հանձնարարությամբ նշանակում է ԿՊ-ական հեծի կառավարիչ, ով իր հերթին հետո նշանակում է տվյալ անձանց։ Այսինքն այս ամբողջ process-ի մեջ մենք տեսնում ենք մի հոգի չի, 2 հոգի չի, բավականին մեծ քանակությամբ մարդկանց տարբեր ներքաշում են հանցագործություն անելու գործընթացի մեջ, որը մեկ է որ վերջում արտահայտվելու է շատ մեծ դրամական որոշմամբ ի օգուտ համապատասխան ասենք ներդրողին։ Ու կարող արտահայտվի, որոշում հիմա կտեսնենք ոնց կգնա, բայց այս պահին այս ձևով ոնց տեսնում եմ, այսինքն հավանականությունը շատ մեծ է, որ պետք է արտահայտություն ունենա բավականին մեծ դրամական փոխհատուցում ներդրողներին։ Պարոն Օրբելյան, եւ ամփոփելու համար մեր հաղորդումը, ընդհանրապես այս բոլոր քրեական գործերը, որոնք կան, որոնք զուգահեռաբար վերաբերում են գույքային իրավունքների վերաբաշխմանը, հա, խոշոր գույքային իրավունքների վերաբաշխմանը, դրանցում ընդհանրությունները որոնք են։ Նայեք, քրեական գործերը ուրիշ պատմություն է, քաղաքացիական կամ կիսաքաղաքացիական գործերը ուրիշ։ Հիմա մենք ունենք տենց ինչ-որ անիմաստ քանակի ապօրինի գույքի բռնագանձման գործեր, որտեղ տենց լուրջ դեմքով խոսում են օրինականության վերականգնումից, որը օրինականության հետ կապ չունեցող գործընթաց է։ Մենք իդեպ ունեցել ենք առանձին հաղորդում։ Ընդ որում առանձին որ խոսած ասելու, ախր բայց ինքը ասենք, բայց ինքը ինչ, այսինքն 93 թվականին ծնված ասենք մարդ ես, դիմացից։ Ես էլ մի քանի տարի դրանից մեծ եմ։ Այսինքն ձեր պատմածից, եթե ձեր ստանդարտով մենք նայենք, որ ամեն ինչ փոխանցումով լինի, ամեն ինչ թղթով լինի, ամեն ինչ բանով լինի, չեմ ասում օրինական, ոչ օրինական։ Դուք եկել եք ասում եք փոխանցում ցույց տուր, զբեր գրքույկ ցույց տուր, խնայողական, չգիտեմ։ Դուք պետքա բոլորը մեռած լինեք։ Դա ակնհայտ է, չէ՞ որ հայ ազգը մենք ազգովի հանցագործ չենք։ Մենք ազգովի տես չի, որ բոլորս հանցագործ ենք, բոլորս թալանտ չենք, բոլորս գող ենք։ Իհարկե այդպես չի։ Մենք բոլորս, ես հակված եմ ելնելու, որ մեր ազգի մեծամասնությունը լավ օրինապաշտ քաղաքացիներ են։ Այն մարդիկ, ովքեր հարկ չեն մուծում, ոչ թե նրա համար չեն մուծում, որ իրանք ոչ օրինապաշտ են, ուղղակի տենց է ստացվել, իրականում տենց է ստացվել։ Դա
Պրոցեսա, որ պիտի գնաս դա կարգավորես, դա ծեծելով չի լինում, դա բռնագանձելով չի լինում, պրոցեսա, որտեղ կա եւ պատժի մեթոդները, եւ խրախուսման մեթոդները, եւ կարգավորման մեթոդները։ Հիմա խնդիրը հետեւյալի մեջ է, երբ որ մենք նույն մի հատ կտորը տեղից ունենք, անհասկանալի ապօրինի բանի գործեր, երբ որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա գործերի մեծ մասը պետք է փակվեր, չէ, չենք ուզում փակենք, վերակենդանացնենք։ Եվ ինչ ենք մենք տեսնում, քաղաքական հայտարարություններ, որ ասում այս գործերը պիտի ավարտին հասցվեն, արագացվեն։ Մենք տեսնում ենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, խոսքի ազատությունը եւ խոսքի համար պատասխանատվության ենթարկվելը ընդհանուր միջև քրեական գործի ընթացքում մահերը, որոնք կառավարության վրա են, այսինքն երբ որ դատարանում գտնվող մարդը պետության վերահսկողության ներքո գտնվող մարդը մահանում է դատարանի շենքում։ Վիճակագրությունը շատ տխուր է։ Ես Արմեն Գրիգորյանի դեպք ունեմ, էլի, այսինքն, ասենք օրինակը, բայց ասենք մենք տեսնում ենք քրեակատարողականում տեղի ունեցող մահերը, տեսնում ենք բռնությունը, չէ, բայց ամեն ինչ լավ է, բարեկային ծառայություն ունենք։ Ընդ որում այդ նույն բարեկների մոտ կա դեպքեր, երբ որ իրենք թմրանյութ են վաճառում, նույն բարեկների մոտ կա գողության դեպքեր, ելել եմ ասում, կարող է լինել, բայց այդ դեպքում չպետք է դուք մենք ասենք, որ ֆունդամենտալ նոր բան ենք սարքել, էլի։ Հետևաբար, երբ որ վերադառնում ենք մեր գործերին, մենք տեսնում ենք հետևյալը, որ կա անհասկանալի քրեական գործեր, որը քաղաքականացված է, այսինքն խոսքի ազատության համար։ Խոսքի համար, այսինքն դուք ասցիք ակնհայտ է, բայց Սամվել Կարապետյանին ուղիղ դրա համար են կալանավորել առաջին անգամ։ Ընդ որում, երբ որ իր խոսքը հայերեն լեզվի տեսակետից որևէ հանցակազմ չի պարունակում։ Հանցակազմ չէ, կարող քննարկենք լիքը բան։ Կոչ չի պարունակում, այսինքն այդ նախադասությունը որևէ ձև չես կարող որակել կոչ, չեմ ասում օրինական կամ ապօրինի կոչ չի։ Այսինքն ասում եմ, բայց բանա, իշխանության զավթման կոչի համար, ախր կոչը պետք է լինի գործողության կատարելու հորդոր ուղղված ուրիշ մարդկանց, այս մարդը ասում մենք մեր ձևով կանենք։ Կարաս ասես սպառնում ես, կարաս ասես փորձ էիր անում իշխանություն յուրացնել, չես կարող ասես կոչ, որտեղ այդ նախադասության մեջ կոչ չկա։ Ուղղակիորեն, այսինքն մենք տեսնում ենք սրբազանների գործը, մենք տեսնում ենք մեղադրական դատավճիռը սրբազանի գործով, մեկ այլ գործով, այսինքն մենք տեսնում ենք այս ամբողջ process-ները, որտեղ ակնհայտ է, որ ոչ թե ինչ-որ մարդ են ծեծել, ոչ թե մարդով ինչ-որ ակցիա են արել փայտով, արմատուրայով կամ ինչ-որ, բայց չէ, մարդը փոսել են։ Գասկի մարդկանց տունը տարիներով, տարուչափ, հա, գաղտնալսում են, հետո կտրտում ինչ-որ պոպուլիստ արքում ասում են տերորիզմ։ Այսինքն երբ որ փորձում ես ամբողջական նայել, ընդհանրապես ոչ մի բան չկա։ Այսինքն ոնց որ գնան մեկի տանը նստեն, դնեն ձայնագրություն, խոհանոցում զրույց անեն այդ մարդիկ տնեցիներով, ասես այ տեսեք տերորիստներ են, որովհետև sense արտահայտություն։ Սա դասական Օրվելյան անասնաֆերմա անունը դնենք ուզում եք, կամ այդ մեծ եղբայրը, հա, Big Brother-ը, ասենք այդ մեկ նայեք, ինչ ուզում ենք մենք, այսինքն 1984 նայենք, հա։ Այսինքն եթե մենք ոնց ուզում եք նայեք, սա իրավունքների ասենց հսկայական քայլերով հետ քայլ ենք անում մեկը մյուսի հետևից։ Բանկային գաղտնիքի վերացում, ձևավորվել է կառույց, որը ինտերնետը վերահսկելու հնարավորություն ունի, սայթերը փակելու, արդեն 60-ից ավելի սայթ փակել է, այս ամբողջն է, որը խնդրահարույց է։ Այսինքն եթե տենց մի քիչ բանով ասենք, մենք գնում ենք մեծ քայլերով դեպի տենց խորը դիկտատուրա, եւ սա խիստ անհանգստացնող է։ Այս սա է, որ պետք է, իրական թվում է, թե տենց վախենալի բաներ եմ ասում, բայց իրականում սա խնդրահարույց է։ Դե միջազգային ներդրողները պաշտպանվելու են, միջազգային արբիտրաժով ստանալու են դրամական միջոցները, փոխհատուցվելու են, գնալու են։ Այդ ՔՀ քաղաքացիների համար դա շատ ավելի բարդ ու երկար process է լինելու։ Ինչի մասին պետք է մենք բոլորս մտածենք։